Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Հայաստանի կառավարությունը վաղը հավանություն կտա Թրիփի համաձայնագրին, հայտնի է նաև թե ով է ղեկավարելու Թրամփի ուղու իրագործման առևտրային հիմնադրամը։ Կալանավորված Գագիկ Ծառուկյանի ընկերությունները 10 օր է կապարակնքված են աշխատակիցներն անորոշության մեջ։ Ծառուկյանը բանտից պնդել է իր նկատմամբ հարուցված քրեական գործը իր ընկերությունների հետ կապ չունի։ Ադրբեջանական բանտում արդեն 6 տարի պահվող Լյուդվիգ Մկրտչյանի կինն ահազանգում է, ամուսնու առողջական վիճակը վերջին ամիսներին կտրուկ վատացել է։ Երևանյան նորակառույց շենքում էլեկտրականության խնդիրը չի լուծվում, բնակիչները, որ դեռ հեծի բաժանորդել չեն, դժգոհում են կառուցապատողից, կառուցապատողը կադաստրից։ Միացյալ Նահանգների զինված ուժերը վերսկսել են հարվածներն Իրանի դեմ եւ վերականգնել նավահանգիստների շրջափակումը։ Իրանն իր հերթին թիրախավորել է տարածաշրջանի ամերիկյան օբյեկտները։ Հայաստանը սկսում է Թրիփ համաձայնագրի վավերացումը հունիսի 4-ին ստորագրվելուց հետո այն վաղը պիտի հաստատվի կառավարության նիստում, ապա սահմանադրական դատարանում եւ խորհրդարանում։ Մինչ այդ Միացյալ Նահանգներում պետդեպարտամենտը Թրիփի իրագործման համար հիմնադրամ է ստեղծել, որ ըստ Գարդիանի ղեկավարելու է Կոնստանտին Սոկալովը, ով Ռուսաստանում ծնված, բայց Միացյալ Նահանգներում գործունեություն ծավալող խոշոր ներդրող է, իսկ Հայաստանում կապի խոշոր օպերատորներից Viva Armenia-ի համասեփականատերերից է։ Հայաստանով անցնող Թրիփ նախագծի ամերիկյան հիմնադրամը կղեկավարի խորհրդային միությունում ծնված Չիկագո տեղափոխված ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը, այսօր հաղորդեց բրիտանական Գարդիանը մանրամասնելով, պետդեպարտամենտը անցած ուրբաթ արդեն հաստատել է նրա նշանակումը Թրիփ Պլյուս հիմնադրամի ղեկավարի պաշտոնում։ Սոկոլովը ծնվել է 1975 թվականին Ռուսաստանում հրեաների ընտանիքում, ավարտել Սանկտ Պետերբուրգի համալսարանը, խորհրդային միության փլուզումից հետո 21 տարեկանում տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Փաստացի հենց նա է կառավարելու հիմնադրամում այս պահին առկա ավելի քան $200 միլիոն։ Սյունիքով անցնող Թրիփ նախագծի իրականացման, անհրաժեշտ ենթակառուցվածքների եւ մասնավոր հատվածի զարգացման համար։ Փետրվարին այցելելով Երևան, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պնդել էր, այս հիմնադրամը կարող է փոխել տարածաշրջանը, տնտեսական շահերը դնելով հարաբերությունների առանցքում։ It is going to open up a whole new world of trade. Սա առևտրի, տարանցման ու էներգետիկ հոսքերի մի ամբողջ նոր աշխարհ է բացելու աշխարհի այս անկյունում եւ ստեղծելու է աննախադեպ կապեր Հայաստանի ու նրա հարևանների միջև։ Անցած ապրիլին էլ այս հիմնադրամի վերաբերյալ մանրամասներ էր բացահայտել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի արտաքին աջակցության բաժնի բարձրաստիճան ներկայացուցիչ Ջերեմի Լևինը արտաքին հարաբերությունների խորհրդում կայացած քննարկման ժամանակ։ Բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը նշել էր, թե ամերիկյան հիմնադրամն աշխատելու է մասնավոր հատվածի կառավարման մոդելով։ Մենք կարողացանք շատ արագ մի քանի շաբաթվա ընթացքում այս նպատակի համար գտնել $400 միլիոն, ապա առևտրային հիմնադրամ հիմնել։ Մենք նաև կապիտալ ենք ներգրավում մասնավոր հատվածից։ Թեև ամերիկացի պաշտոնյան ապրիլին խոսել էր $400 միլիոն մասին, Գարդիանի հատվածում նշվում է, որ հիմնադրամն այս պահին ունենալու է դրա կեսը, մոտ $200 միլիոն, չբացառելով, որ գումարը կարող է ավելանալ։ Այդ դրամագլխով ամերիկյան հիմնադրամը տրամադրելու է վարկեր, դրամաշնորհներ կամ հաստատելու է ներդրումային ծրագրեր Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Կենտրոնական Ասիայում։ Հիմնադրամը գործելու է նույն այն սխեմայով, որով 90-ականներին խորհրդային միության փլուզումից հետո ամերիկյան կոնգրեսը $300 միլիոն էր տրամադրել Հունգարիայում եւ Լեհաստանում, ապա Արևելյան Եվրոպայում ներդրումներ կատարելու տնտեսությունը զարգացնելու համար։ Ընդ որում անցած տարի օգոստոսին, երբ Սպիտակ տանը ստորագրվեց Թրիփի վերաբերյալ առաջին փաստաթուղթը, ամերիկացի պաշտոնյաները նշում էին, որ Վաշինգտոնի համար սա ոչ թե բարեգործական ծրագիր է, այլ ներդրում հանուն տարածաշրջանի խաղաղության եւ սեփական շահերի ամրապնդման։ Such a beautiful thing. They named it after me. I really appreciate it. It's actually a big deal. Նրանք այդ ճանապարհը կոչեցին իմ անունով, մի հիանալի քայլ, որը ես շատ եմ գնահատում։ Դա մի երթուղի է, որը անցնելու է մի շարք առանցքային կետերով։
առանցքային, տնտեսական ու էներգետիկ տեսանկյունից, ակտիվացնելով առևտուրն այս տարածաշրջանում։ Important places economically also. Միացյալ Նահանգների համար այս ծրագիրը կարևոր է միջին միջանցքի իրականացման տեսանկյունից, որը հնարավորություն կտա Կենտրոնական Ասիան կապել Թուրքիայի եւ Եվրոպայի հետ Կասպից ծովի, Ադրբեջանի ու Վրաստանի ենթակառուցվածքների միջոցով։ Վաշինգտոնում եւ Բրյուսելում պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ այս ճանապարհը հնարավորություն կտա Ռուսաստանը շրջանցող առևտրի հուսալի ճանապարհ ստեղծել Կենտրոնական Ասիայից եւ Կովկասից էներգետիկ ռեսուրսների, կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ մետաղների արտահանման համար։ Այս պահին սակայն ըստ Guardian-ի հստակ չէ, արդյոք ամերիկյան հիմնադրամը կամ դրա նախագահ Կոստանտին Սոկոլովը կարող են շահույթ ստանալ Trip Plus հիմնադրամի գործունեությունից։ Հստակ է սակայն, որ Սոկոլովը անծանոթ մարդ չէ ոչ Սպիտակ տանը, ոչ էլ Հայաստանում։ Նա մասնավորապես մեկն է այն 36 նվիրատուներից, որ անցած տարի համաձայնել էին ֆինանսական միջոցներ հատկացնել նախագահ Թրամփի Սպիտակ տան պարահանդեսային շքեղ դահլիճի $350 միլիոն գնահատվող նորոգման համար։ Թե ինքը Սոկոլովը որքան էր փոխանցել, հստակ չէ։ Գործարարը հրաժարվել է պատասխանել Guardian-ի հարցերին։ Փոխարենը հայտնի է, որ նա նախագահ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում հանրապետական կուսակցության քարոզարշավներին եւ քաղաքական խմբերին նվիրաբերել է ավելի քան $12 միլիոն։ Փաստելով, որ 52-ամյա գործարարը երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել, Guardian-ն արձանագրում է, որ Սոկոլովից առաջ Սպիտակ տան դահլիճի նորոգումը ֆինանսավորողների 2/3-ն արդեն պետական պայմանագրեր էին ստացել։ Մյուս կողմից Սոկոլովը մտնում է իրեն հայտնի շուկա։ Անցած տարի նա դարձավ Հայաստանի կապի խոշոր օպերատորներից Viva Armenia-ի համասեփականատեր։ Անցած ապրիլից էլ ըստ ազատության աղբյուրների բանակցում է Թեղուտի պղինձ մոլիբդենի հանքավայրը գնելու համար, որը երկրորդն է Հայաստանի խոշորագույն հանքերի մեջ։ Հանքը տնօրինող ռուսական VTB բանկը օրեր առաջ հայտարարեց, որ վաճառքի վերջին փուլում է։ Guardian-ը զրուցել է մի շարք ամերիկացի պաշտոնաթող եւ գործող դիվանագետների հետ, որոնք նշել են. արտարոց չէ, երբ Վաշինգտոնը նման ձեռնարկությունների ղեկավար է նշանակում իրեն վստահելի անձանց։ Այլ հարց է, որ նրանք չպետք է հնարավորություն ունենան անձնապես շահույթ ստանալ հիմնադրամից կատարվող ներդրումներից կամ դրանք ծառայեցնել իրենց բիզնես շահերին։ Իդեպ, ամերիկյան կողմին զուգահեռ Երևանն էլ է պաշտոնապես սկսում Trip նախագծի վավերացումը։ Կառավարությունը վաղվա նիստում կքննարկի հունիսի սկզբին կնքված ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի մասին օրենքը։ Գործադրի հավանությունից հետո փաստաթուղթը կուղարկվի Սահմանադրական դատարան մայր օրենքին դրա համապատասխանությունը որոշելու համար, ապա կներկայացվի խորհրդարանի հավանությանը։ Հրապարակվել է Ադրբեջանից Հայաստան արտահանման 6 ամսվա ընդհանուր ծավալը։ Ադրբեջանական ԱՊԱ-ն տեղեկացնում է, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանվել է ավելի քան $17 միլիոն ապրանք, ինչը Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0.1%-ն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս անցած տարի հույս էր հայտնել, որ Ադրբեջանը ևս Հայաստանից ապրանքներ կներկրի, բայց Հայաստանից Ադրբեջան դեռևս ոչինչ չի արտահանվել, այդ մասին են վկայում նաև Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։ ԲՀԿ առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների մեծ մասը արդեն 10 օր է կապարակնքված է։ Գործարանների, հյուրանոցների, մարզական կենտրոնների հազարավոր աշխատակիցները անորոշության մեջ են։ Նրանց մի մասը բողոքի ցույց են անում եւ պահանջում են վերաբացել ընկերությունները, բայց դրանք կաշխատեն թե ոչ դեռ հայտնի չէ։ Նախընտրական շրջանում Ծառուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը միմյանց հասցեին կոշտ արտահայտություններ փոխանակեցին, ընտրություններից հետո Ծառուկյանին կալանավորեցին Իրանի առևտրային պալատի գործունեությանն առնչվող մեղադրանքով։ Հիմա Ծառուկյանը բանտից հարց է տալիս, ինչ կապ ունեն փակված ընկերությունները իր մեղադրանքի հետ։ Կալանավորված Գագիկ Ծառուկյանը պնդում է իր նկատմամբ հարուցված քրեական գործը որևէ կապ չունի արդեն 10 օր շարունակ կապարակնքված խոշոր ընկերությունների հետ։ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից արված հայտարարությամբ 70-ամյա գործարարն ընդգծում է, ինքը վաղուց չի կառավարում այդ ընկերությունները եւ չի միջամտում աշխատանքներին։ Անցած երկուշաբթի Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ իրավապահները մտան նաեւ գործարարի ընտանիքին պատկանող տասնյակ ընկերություններ, որոնք Հայաստանի ամենաշատ հարկերը վճարողների ցանկերում են։ Կապարակնքեցին ու հեռացան, ինչի հետևանքով հազարավոր աշխատակիցներ ըստ էության հարկադիր պարապուրտի են մատնված։ Շատերը պնդում են, որ անգամ աշխատավարձ չեն ստացել։ Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են։ Հասկանում եք, թե դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտների համար։
երկրի կտրվածքով եւ ինչպիսի արված է արդար քրթինքով վաստակող աշխատող մարդկանց համար։ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է ընկերությունների աշխատանքն ապօրինի դադարեցրել են մեջբերեմ իրեն ցավ պատճառելու համար։ Այս ձեռնարկությունները աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց։ Դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսը այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենը իրոք շատ մեծ վնաս է հասցնում եւ աշխատող քաղաքացիներին եւ մեր երկրին ընդհանրապես։ Ինչ կապ ունեն Ծառուկյաններին պատկանող ընկերություններն իշխանափոխության պահանջով ընտրություններին մասնակցած գործարարին վերագրվող խարդախության ու փողերի լվացման մեղադրանքի հետ։ Գագիկ Ծառուկյանին մեղադրում են Իրանի առևտրային պալատի գործունեությանն առնչվող դրվագներով, թե ինչու են արդեն 10 օր շարունակ փակ պահում մյուս ընկերությունները, գործարաններ, հյուրանոցներ, մարզական կենտրոններ ու ռեստորաններ իրավապահները չեն պարզաբանում։ Քարշ լռություն է։ Միայն անցած երկուշաբթի, երբ հայտնեցին Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի մասին, տեղեկացրին, թե առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման ու հարկեր չվճարելու դեպքերի քննության շրջանակում ավելի քան 70 հասցեներում խուզարկություններ են իրականացրել ու փաստաթղթեր առարկաներ հայտնաբերել։ Ինչ գործողություններ են իրավապահներն իրականացնում ընկերություններում, երբ դրանք ավարտվեն, որ փուլում են։ Ինչու են դրանք կապարակնքված, երբ նույն պետական մարմինը նշել է, թե գործերին առնչվող փաստաթղթերն ու առարկաները հայտնաբերել են։ Այս հարցերը գրավոր ենք ուղարկել քննչական կոմիտե։ Սպասում ենք պատասխանին։ Իդեպ այսօր նկատեցինք Երևանի Արարատ կոնյակի գինու եւ օղու կոմբինատի կապարակնիքը հեռացված է եւ պարբերաբար աշխատակիցներ են ներս ու դուրս անում։ Սակայն ինչպես պնդեց ընկերության ներկայացուցիչը, ոչ թե գործարանի աշխատանքներն են վերսկսվում, այլ հարկային մարմինն է տարածքում ստուգումներ անցկացնում։ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանումներ չտվեց, հորդորեցին քննչական դիմել, որը լռությունը չի խախտում։ Մինչ այս անորոշությունը շարունակվում է։ Ծառուկյաններին պատկանող ընկերությունների աշխատակիցներն անցած շաբաթվանից բողոքի ակցիաներ են իրականացնում։ Մեր ընտանիքներն էլ են մեզնից հարցնում՝ ի վերջո ինչ ալնելու, գազն ա եկե, ջուրն ա եկե, լուսն ա եկե, այս մարդկանց լիքը հարկեր ունեն, վարկեր ունեն։ Աբովյանում գործող Multistone քարի վերամշակման գործարանի տասնյակ աշխատակիցները կապարակնքված դռների առջև հավաքվում ու ցույցեր են կազմակերպում գրեթե ամեն օր։ Պնդում են, եթե իրենց հստակ պատասխան չտան, կտրուկ քայլերի կգնան, թե ինչ կանեն, չեն ասում։ Մեր բոլոր ընտանիքները մեզ հետ են, մեր սաղիս ընտանիքները մեզի աջակցում են, մեր հետ միանալու են, միանշանակ, մենք հարցին լուծում կտան չեն տա, եթե չէ, մենք էլ մեր քայլերին պատասխանատու չենք, որովհետև արդեն ճիշտն ասած բաժակը լցվել է, էլ չենք համբերում, չգիտենք ինչ անենք։ Գլուխները պատին կտակ, չոքացրած բոլորին բերելու եք պատասխանատվության։ Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել է, ես քեզ ասում եմ։ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական վարույթն ու բիզնեսների կապարակնքումը հաջորդում են նախընտրական շրջանում Ծառուկյանին ազատազրկելու եւ ունեզրկելու վարչապետի ուղիղ սպառնալիքներին։ Աշխատակիցներն անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են դիմում, խնդրելով թույլ տալ աշխատել։ Երբ մենք հնարավորություն ունենալու աշխատենք, չէ՞ որ մեր միակ եկամտի աղբյուրը այս գործարանն է։ Մարդիկ այս գործարանով կոմունալ են վճարում, բան են անում, ուսանող են պահում, տարեց հիվանդ հասակակիցներ են պահում, ծերունիներ են պահում։ Մի խոսքով ինչ կարամ ասեմ, խնդրում եմ մեր խնդրանքն են մեր գործարանը բաց են, որ մենք հելնենք աշխատանքի, ուրիշ ոչ մի բան չեմ կարող սրանից ավել ասեմ, անընդհատ գալիս ենք նույն պատմությունը, նույն բանը։ Ինքը վարչապետ Փաշինյանն անցած շաբաթ վստահեցրել էր, կառավարությունը հաշվի կառնի աշխատակիցների շահը։ Դե գիտեք, մի քանի օր անցել, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի բոլոր աշխատողների իրավունքները հնարավորինս պաշտպանված լինի։ Çünki այդ մարդկանց շահերը չենք անտեսի։ Չնայած Փաշինյանի վստահեցումներին, բազմաթիվ քաղաքացիներ մինչդեռ նույնիսկ իրենց աշխատավարձը դեռ չեն ստացել։ Ադրբեջանում պահվող հայ գերիներից Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը վատացել է, այս մասին հազանգում է նրա կինը, ով կարճ հեռախոսազանգերի ժամանակ է միայն լսում արդեն 6 տարի ադրբեջանական բանտում գտնվող ամուսնու ձայնը։ Բաքվում անցած տարվանից Կարմիր խաչի գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանի իշխանությունների պահանջով եւ 19 հայ գերիները հայտնվել են մեկուսացման մեջ։ Նրանց պահման պայմանների եւ առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություն ստանալ հնարավոր չէ։ Հարազատների հետ միայն հատուկենտ հեռախոսազանգեր են թույլատրվում։
Ինքը առողջապես շատ վատ վիճակում է, ունենք հստակ տեղեկություններ, որ ունի շնչահեղձություն, գլխապտույտներ, գլխացավեր, սրտի հետ կապված խնդիր է, թոքերի հետ կապված խնդիր է։ Ադրբեջանական բանտում արդեն 6 տարի պահվող Լյուդվիգ Մկրտչյանի կինն նահազանգում է։ Ամուսնու առողջական վիճակը վերջին ամիսներին կտրուկ վատացել է։ Թեև Ադրբեջանի իշխանությունները հակառակն են պնդում, 40 օրը մեկ հեռախոսով ընտանիքի անդամների հետ ընդամենը 10-12 րոպե զրուցելու հնարավորություն ունեցող Հայաստանի քաղաքացու ձայնը հեռախոսից այն կողմ այլ իրականության մասին է փաստում։ Թեպետ որ իրան ասում են, որ ամեն ինչ լավ է, բայց ինքը ասում էր, որ շատ վատ է, խոսելուց էլ ինքը շատ վատ է խոսում, շնչահեղձ է լինում։ Իսկ այնտեղ իրեն բժիշկներ այցելում են, երբ որ ինքը իրեն վատ է զգում։ Ասում է, որ բժշկությունը այդպես ժամը 4-ից հետո բժիշկ չկա, ասում է, որ վերջին անգամ երբ որ իրան ինքը շատ ուժեղ վատացել է, տարել է սրտի կարդիոգրամա են արել, բայց պատասխանը իրան չեն ասել, ինքը ոչինչ չգիտի դրա մասին, ու էլի սպասելու ենք, թե երբ պետքա Եվրոդատարանին ուղարկեն բժշկական թղթերը, որ ավելի հստակ պատկեր ունենան։ Կնոջ խոսքով ամուսինը մինչև գերեվարվել առողջական խնդիրներ չի ունեցել, առողջ պինդ մարդ էր, սակայն անցած 6 տարիները ադրբեջանական բանտի 4 պատերի ներսում անհետևանք չեն անցել։ 6 տարին այդ քիչ չի, այդ մթնոլորտում ապրելու, այդ մթնոլորտում, չգիտեմ, դիմանալու համար։ Անցած տարի Բաքվում ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո 19 հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Միակ շփումը հարազատների հետ ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվող հեռախոսազանգերն են։ Գերիների ընտանիքները իրենց հարազատների առողջական եւ պահման պայմանների մասին անկախ որևէ աղբյուրից տեղեկություն ստանալու հնարավորություն չունեն։ Ժամանակ առ ժամանակ փաստաթղթեր են ստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, որին Ադրբեջանը պարտավորված է տեղեկություններ տրամադրել հայ գերիների վիճակի մասին։ Նույնիսկ այդ փաստաթղթերն ուսումնասիրելիս ըստ Տիկին Հրանուշի հասկանալի է դառնում, որ ամուսինը լուրջ խնդիրներ ունի, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։ Հուսալքված, հուսահատված վիճակում է, դաժե այնքան ա եղել, որ ասել է հույս չունեմ, որ կգամ ինձ կբերեն, թեպետ ես ամեն կերպ փորձում եմ իրան հույս տամ, որ ամեն բան լավ է լինելու, տուն ես գալու, շատ շուտով տուն ես գալու, չնայած որ տեսնում ենք, որ արդեն 6 տարի դա ձգձգվել է։ 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանը 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից գերեվարվել էր Հադրութում։ 2021-ին դատապարտվել 20 տարվա ազատազրկման մեջբերում եմ Ղարաբաղյան առաջին պատերազմում ադրբեջանցիներին կտանքների ենթարկելու, ինչպես նաև ադրբեջանական բանակի դեմ հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Մկրտչյանի կինը հերքում է այս մեղադրանքները, պնդում ամուսինը ոչ մի կապ չունի այդ ամենի հետ։ Մկրտչյանը, որ ծնունդով Նախիջևանի Ազնաբերդ գյուղից է, 44-օրյա պատերազմին որպես կամավոր է մասնակցել։ Արցախ գնալուց առաջ վերջապես տուն էին գնել Մասիսում, որտեղ այդպես էլ ապրել չհասցրեց։ Գերեվարվելուց հետո 2 երեխաներին մեծացնելն ու տան վարկը մնացել է կնոջ ուսերին։ Ադրբեջանական գերության տարիներին Լյուդվիգ Մկրտչյանի դուստրն ամուսնացել է, երեխաներ ունեցել, որոնց պապիկն այդպես էլ չի տեսել։ Որդին էլ շուտով չափահաս կդառնա։ Թորնիկներին դեռ չի տեսել ու իր աղջկա ամուսնությունը չի տեսել։ Լյուդվիգ Մկրտչյանի կինն ասում է, որ ամուսնուն անհապաղ բուժօգնություն տրամադրելուց բացի շատ կցանկանար, որ միջազգային կազմակերպությունները ոչ թե բավարարվեին հորդորներով, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկեին բոլոր հայ գերիներին ազատ արձակելու համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատված խաղաղության մասին պարբերաբար լսող ռազմագերու կինը, որ ամուսնու ձայնը ադրբեջանական բանտից 40 օրը մեկ լսելու հնարավորություն ունի, սպասում է այդ խաղաղության իրական դրսևորմանը։ Սա ճիշտ չի, ուղղակի ճիշտ չի 6 տարի, երբ որ մենք արդեն դեպի խաղաղության ենք գնում, մենք պետք է ունենանք հստակ փաստեր։ Խաղաղություն, ուրեմն գոնե հումանիտար կողմը պետք է ապահովված լիներ։ Իսկ ես դա չեմ տեսնում դեռ։ Ես միշտ հույս ունեմ, որ ինքը պետք է տուն գա ու միշտ ասում եմ, որ եթե Աստված իրան պահել է, եթե Աստված այս դժվարությունների միջով փորձում է անցկացնել այս ամեն ինչը, ուրեմն պարտադիր ինքը պետքա տուն գա։ Երբ ոնց չգիտեմ, բայց շատ մեծ հույս ունեմ, որ պետքա տուն գա, բայց այս ինչը որ հիմա ես որ տեսնում եմ իրավիճակը գնալով ավելի ու ավելի վատանում է, մտածում եմ, որ պետք է շատ արագ գործել, շատ արագ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ ռազմագերու կարգավիճակ ունեցող Լյուդվիգ Մկրտչյանի գործը եվրոպական դատարանում է, սակայն բուն դատաքննությունը դեռ չի սկսվել։ Իրավապաշտպանը նշում է, որ դիրքորոշում են ներկայացրել դատարանին, որ գործը առաջնահերթ քննվի միջպետական գանգատից առանձին։
Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Երևանյան նորակառույց շենքում էլեկտրականության խնդիրը չի լուծվում, բնակիչները, որ դեռ հեծի բաժանորդել չեն, դժգոհում են կառուցապատողից, կառուցապատողը կադաստրից։ Միացյալ Նահանգների զինված ուժերը վերսկսել են հարվածներն Իրանի դեմ եւ վերականգնել նավահանգիստների շրջափակումը։ Իրանն իր հերթին թիրախավորել է տարածաշրջանի ամերիկյան օբյեկտները։ Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը թեժաշուն է խոստանում, իսկ մինչ այդ բոյկոտում է ավականու նիստերը։ Այսօր սակայն մյուս ուժերը կարողացել են միասին քվորում ապահովել եւ նիստ անցկացնել։ Մինչ այդ Գյումրիում արտահերթ ընտրություններ խոստացող ԿՊ-ն մինչև հիմա չի բացահայտում, թե ինչպես է հասնելու այդ նպատակին։ Քաղաքացիական պայմանագիրն այսօր դարձյալ բոյկոտել էր Գյումրիի ավագանու նիստը, բայց ի տարբերություն նախորդի այս անգամ ընդդիմադիր ուժերը կարողացան քվորում ապահովել ու արտահերթ նիստ գումարել։ Այսօրվա արտահերթը նախորդ տապալված նիստի օրակարգով էր, որը ԿՊ-ն բոյկոտել էր, պատճառաբանելով, թե սուբվենցիոն հայտերի իրենց առաջարկը մերժվել է։ Արդյոք քաղաքային իշխանության հեռացումը պահանջող քաղաքական թիմը աշնանային նստաշրջանում եւս կշարունակի բոյկոտը, այս պահին դեռ պարզ չէ։ Նոր հայտարարություն խմբակցությունից դեռ չկա։ Աշնանը ԿՊ խմբակցությունն ըստ ամենայնի նոր ղեկավար ու քարտուղար կունենա, քանի որ Սարիկ Մինասյանն ու Քնարիկ Հարությունյանը Ազատության տեղեկություններով վերցնելու են падգամավորի մանդատը, հրաժարվելով ավագանու աշխատանքից։ Իսկ ահա Գյումրիի քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը, որ ուժեղ Հայաստան դաշինքի 8-րդ համարն է, պնդում է, որ խորհրդարանի մանդատը վերցնել-չվերցնելու հարցում վերջնական որոշում դեռ չունի, թեև ինքնաբացարկի վերջնաժամկետին 5 օր է մնացել։ Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին իրեն նշանակած եւ այդ պաշտոնը մյուս ուժերին չզիջած Վարդան Ղուկասյանի հետ արդյոք այս հարցը քննարկել է։ Դեռ այդպիսի քննարկումներ չեմ ունեցել պարոն Ղուկասյանի հետ։ Սպասում ենք, տեսնենք Ինչին եք սպասում։ ամսու 17-ին, որ կարողանանք արտար վճիռ կայանա եւ պարոն Ղուկասյանը գա եւ մասնակցի իր աշխատանքներին։ Քաղաքապետ Աներոջն ազատ արձակելու վերաբերյալ քաղաքական որևէ պայմանավորվածություն չկա, ասաց Առաքելյանը։ Այդ դեպքում ինչից է ենթադրել, որ կոռուպցիոն մեղադրանքով 9 ամիս բանտում գտնվող Ղուկասյանը 2 օրից ազատ կարձակվի։ Ղուկասյանի փաստաբանները միջնորդել են, փոխել նրա կալանքը եւ հույս ունեն, որ ուրբաթ օրը դատարանում այդ միջնորդությունը կքննվի։ Որպես իրավաբանական կրթություն ստացած մարդ իմ վերլուծություններով եւ ամբողջ դատական process-ների մասնակից լինելով հանդերձ գտնում եմ, որ դատարանը այլևս հիմքեր չունի։ Մինչև էլ չուներ հիմքեր, հիմա առավել եւս չունի։ Սպառվել են այն ամեն ինչը, ինչ որ մեկնաբանել են։ Ես դա եմ, որպես իրավաբան եմ ես հիմա խոսում, այդ ամեն ինչի հետևելով, վերլուծելով։ Այսինքն քաղաքական որևէ պայմանավորվածություն չկա այդ ամեն ինչի Վարդան Ղուկասյանի Ինչ կարող է լինի։ Քաղաքական պայմանավորվածություն ունենանք 9 ամիս առաջ կենենք։ Ամեն դեպքում ասում է, մանդատը ծածուկ չի վերցնի, հայտարարություն կանի, կսպասի նաև բանտում գտնվող Ղուկասյանի խոսքին։ Այսպես ծածուկ չէ, բարձրաձայն, նաև հայտարարությամբ ելույթ կգամ, մինչև ինձ հայտարարությամբ նաև ելույթ կգա Գյումրու քաղաքապետը այնտեղից եւ անպայման կիմանաք։ Առաքելյանը եւս մեղադրյալի կարգավիճակ ունի, իրավապահները նրան մեղադրում են Գյումրիի քաղաքապետի ձերբակալման օրը զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Գործը հիմա դատարանում է։ Հնարավոր է նախընտրի падգամավորի մանդատը, քանի որ ավագանու անդամի պարագայում անձեռը մխելիությունից զրկելու հարց չկա եւ բացակայելու արգելքը կալանքով փոխարինելով կարող են ավագանու ընդդիմադիր թևին փաստի առաջ կանգնեցնել։ Այն որ Գյումրու քաղաքապետը 25 թվականին հայտարարություն արեց, ելույթ ունեցավ, որ ինձ կալանավորեն, ինձ փոխարինե Ավետիս Առաքելյանը, այդ ամբողջը մենք խոսել ենք, զրուցել ենք, այսպես ասած, ինչ որ վայ ավականի եկան, վայ падգամավորության բան է, վերջտանք ուտպես անուններս գրելով չէ, մենք պատկերացումով ենք գնում, դատողությունով, ամեն ինչով առաջ ենք գնում։
Գյումրիում արտահերտ ընտրությունների մասին հայտարարող իշխանությունը մինչև հիմա չի բացահայտում, թե ինչպես է հասնելու այդ նպատակին, մասնավորապես ինչպես է լուծարելու գործող ավագանին, եթե նիստերը գումարվում են։ Առաքելյանը չբացառեց, որ աշնանային նստաշրջանը բոյկոտելով ՔՊ-ին հաջողվի կրկնել 24 թվականի սցենարը։ Ըստ երևույթին, եթե դու ուղղությամբ գնացին, այդ մեթոդներին դիմեցին, ինձ թվում է նորից արդեն Գյումրու քաղաքի քաղաքացիները դրա պատասխանը պետք է տան քվեով։ ՔՊ-ականները ավագանու նիստը բոյկոտում, բայց ակտիվ ստատուսներ են գրում իրենց Facebook-յան էջում։ ՔՊ խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը հռետորական հարց է տվել։ Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան, Ռուբեն Մխիթարյան, Կարեն Սիմոնյան, ընտրողներ, բա ձերոնց չեք հարցնում շների ապաստարանն ինչ եղավ։ Ավետիս Առաքելյանը խորհուրդ տվեց ստատուս գրելու փոխարեն նիստերին մասնակցել։ Հա ստատուս գրելով խելրցերին թող կան նստեն, լսեին ինչ բարձր տնային հարցերը։ Երկու նիստը չեն գալիս, չեն ներկայանում։ Ավագանու աշնանային նստաշրջանի առաջին նիստը նշանակվեց սեպտեմբերի 15-ին։ Իշխանությունները Գյումրիում թեժ աշուն են խոստանում, որ ըստ նրանց հանգեցնելու է հնարավորինս շուտ արտահերտ ընտրությունների, բայց մինչ այս պահը խաղաքարտերը չեն բացել։ Նախորդ 2021 թվականի թիմ ընտրությունների շրջափուլից հետո ՔՊ-ին հաջողվել է պարտվելուց որոշ ժամանակ անց իշխանություն վերցնել Ախուրյանում, Ալավերդիում, իրենց կողմը ավագանու անդամների ներգրավելով ու ընտրված համայնքապետին անվստահություն հայտնելով։ Երազ համալիրի վերջին մասնաշենքերի բնակիչները ամենևին երազանքի պայմաններում չեն ապրում։ Ազատությանը դիմաց բնակիչներն ասում են մայրաքաղաքում նորակառույց թաղամասում բնակարան են գնել, բայց կարծես հայտնվել են 90-ականների հովհարային անջատումների ժամանակաշրջանում, շաբաթը մի քանի անգամ գոյատևում են առանց հոսանքի։ Բնակիչները դեռ հեծի բաժանորդել չեն, կառուցապատողը ուշացրել է շենքը հանձնելու բոլոր ժամկետները։ Փոքր երեխայիս ստացվում է, որ սառը ջրով եմ լողացնում։ Որ հոսանքը անջատվում է, պոմպականը չի աշխատում, տաք ջուրը չկա։ Շաբաթը 1 կամ 2 շաբաթը 1 24 ժամ եւ ավել հոսանքազրկում է լինում։ Ամեն անգամ տենց մեր սառնարանի եղած չեղածը վերցնում, հետները ստանում ենք ուրիշ տեղ, նորից հետ ենք բերում։ Երևանի Ադոնցի 2/6 հասցեում գտնվող նորակառույց համալիրի բնակիչները դժգոհում են 2026 թվականին, ապրում են 90-ականների պայմաններում։ Ջուր կա, բայց ջուրն էլ է խնդիր, հոսանք կա, բայց հոսանքն էլ է խնդիր, որովհետև ոչ մեկ բաժանորդ չի։ Ձմեռը մենք այդտեղ չկարողացանք մնանք, որովհետև, չգիտեմ, ասենք ջրերը սառել էր, օրերով ջուր չկար։ Մենք էլ նորածին երեխա ունենք, չկարողացանք մնանք։ Ստիպված գնացել ենք ուրիշ տեղ ենք մնացել։ Կառուցապատող Միքշին ընկերությունը Երազ բնակելի թաղամասում 2020 թվականին սկսել է 6 նոր շենք կառուցել։ Դրանցից մի քանիսն ըստ բնակիչների պետք է 2024-ի դեկտեմբերին շահագործման հանձնվեին, մյուսները 2025-ի դեկտեմբերին, բայց մինչ օրս դա չի արվել։ Չունեն նաև սեփականության վկայականներ։ Ասում են, քանի որ շատերն այլևս չէին կարող եւ վարձով ապրել եւ հիպոթեկ վճարել, կառուցապատողի համաձայնությամբ տեղափոխվել են իրենց բնակարաններ։ Հոսանքն ու ջուրը ստանում են կառուցապատողից, որովհետև ոչ հեծի, ոչ էլ Վիոլայի բաժանորդ չեն դեռ։ Որպեսզի բնակիչներին ինչ որ ձև գոհացնի, տվել է բանալիները, բնակիչների շատերը բնակվում են, իրանց հաշվին հոսանք տվել, միացրել։ Դեռ հաշիվ չի գրել, բայց հաշվիչները մեր հաշվին եւ լարերը մեր հաշվին առել ենք, տեղադրել ենք, հետո իրան վճարելու պայմանով։ Ամեն 1-2 շաբաթը 24 ժամից ավել անջատվում է վթարային, ընդ որում հիմնականում չգիտես ինչի համընկնում է դա ոչ աշխատանքային օրերի հետ, իրանք զանգերին ուշ են պատասխանում, մի ժամից կլինի, 2 ժամից կլինի ու որպես կանոն 24 ժամից ավել չի լինում։ Մենք տանից ենք աշխատում, ես ծրագրավորող եմ ու իմ ամեն ժամը դոլարներ արժի ու ամեն անգամ երբ որ հոսանքները չի լինում, ես աշխատանքից հետ կապված խնդիրներ եմ ունենում։ Օրինակ եթե ինձ աշխատանքից հանեն 1 օր չաշխատելու պատճառով, չգիտեմ, այդ դեպքում ով պետք է պատասխանատու լինի, այդ ամեն ինչի համար, քանի որ հոսանք չկա, չեմ կարողացել գործանեմ։ Դավիթ Ստեփանյանը, որ Միքշին ընկերության շինարարությունն իրականացնող ST Service-ի փոխտնօրենն է, Ազատությանը պատմեց, իրենք դիմել են հեծ, որ բնակիչներին բաժանորդ դարձնեն, սպասում են պատասխանի։ Իսկ ավելի քան 24 ժամով հոսանքազրկումների մասին պնդեց, առաջինը մեզնից է լսում։ Ես համաձայն չեմ կոնկրետ այն փաստի հետ, որ հոսանքի անջատման հետ կապված մեղավորությունը մերն է ու մեր ենթակառուցվածքներին, դա ոնց որ պլանային կամ միգուցե վթարների հետևանքով անջատում է հեծի կողմից։ Մեր ընկերության ներսում խնդիր չկա հոսանքի անջատման։
Հեծից ազատությանը փոխանցեցին։ Ադոնցի 2 դրոպ 6 շենքի կառուցապատողը տարիներ առաջ է դիմել բաշխման ցանցին միանալու համար։ Արտաքին միացման աշխատանքները հանձնվել են 2 կապալառու ընկերությունների։ Հեծից պնդում են այդ աշխատանքները ձգձգվել են, սակայն նոր կառավարիչը չի չեղարկել նախկինում կնքված պայմանագրերը, որ գործը կիսատ չմնա։ Կապալառուները Հեծին հավաստիացրել են, որ մինչև այս ամսվա վերջ ավարտելու են մալուխային գծերի եւ ենթակայանի աշխատանքները եւ դրանք հանձնելու են շահագործման։ Մինչ այդ բնակիչներն օգտվում են կառուցապատողին տրամադրված ժամանակավոր սնուցման մալուխից, որովհետև դեռ բաժանորդ չեն։ Իսկ հոսանքազրկումների հիմնական պատճառը հենց այդ ժամանակավոր ցանցի գերծանրաբեռնվածությունն է, պնդում են Հեծից։ Թեև այդ ժամանակավոր սնուցման մալուխը միայն կառուցապատողի սեփականությունն է, վթարների դեպքում մեր մասնագետները տեխնիկական աջակցություն են տրամադրում, որ խնդիրն արագ լուծվի, ասացին Հեծից։ Այս կառույցից նաև նշում են, եթե կապալառուները աշխատանքները խոստացված ժամկետում ավարտեն, ապա մի քանի շաբաթվա ընթացքում բնակիչները կդառնան Հեծի բաժանորդ ու միանգամյա գումարը մոտ 40%-ով քիչ կլինի, ինչպես արդեն բոլորի դեպքում։ Իսկ մինչ այս ամենը տեղի կունենա, բնակիչները պնդում են, շարունակում են վնասներ կրել։ Բնակիչների կենցաղային տեխնիկան ապչանում, մթերքն ապչանում։ Արդեն մի քանի լուստրա փչացել է, պետքա փոխենք։ Բնակիչներն ազատությանն ասում են, չեն կարողանում կառուցապատողից իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ։ Կառուցապատողին եմ զանգել ենք, իրանք թե ինչու չկա հոսանքը, երբ կլինի ավարտական կամ մնացած թղթերը, փաստաթղթային հարցերը երբ կլուծվի վերջապես։ Բայց խնդիր ունենք Հեծի հետ, չենք կարա հիմա, երբ որ կլինի մենք ձեզ կզանգենք, այսպես ու անջատում են հեռախոսը։ Միջազգային լրահոսին անդրադառնանք, Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտարարել է, որ վերսկսել են հարվածները Իրանի դեմ եւ վերականգնել են նավահանգիստների շրջափակումը։ Նպատակն է թույլատնել Իրանի Հորմուզի նեղուցում առևտրային նավատորմերի վրա հարձակվելու կարողությունները X-ում գրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ Իրանը հայտնում է, որ Միացյալ Նահանգների հարվածներից առնվազն 7 զինծառայող է զոհվել։ Թեհրանն իր հերթին թիրախավորել է Ամերիկայի Պարսից ծոցի դաշնակից երկրներին, ընդգծելով, որ Հորմուզի նեղուցը կմնա փակ, մինչև Միացյալ Նահանգները դադարեցնի իր ագրեսիան։ Թեհրանը մինչ այդ հարվածել էր տարածաշրջանում, այդ թվում Բահրեյնում, Քուվեյթում եւ Հորդանանում տեղակայված ամերիկյան օբյեկտներին եւ սպառնացել էր թիրախավորել վառելիքի արտահանումը Պարսից ծոցից։ Ռուսաստանը հրթիռակոծել է Օդեսան, կավեց զոհ, ռուսական ուժերը գիշերը համակցված հարված են հասցրել նաև Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյում քաղաքին, ենթադրաբար կիրառելով կառավարվող ավիառումբեր եւ շահեդ տիպի անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի հրամանատարությունը հայտարարել է, որ անցած գիշեր Սև ծովում խոցել է ռուսական ստվերային նավատորմի 20 նավ, այդ թվում 17 նավթատար լցանավ։ Ռուսաստանից դեռ չեն արձագանքել։ Տեղափոխվենք, վերադառնանք Երևան, աշխարհահռչակ շեփորահար կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը այս տարի ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի պատվավոր ժյուրիի կազմում է, իսկ այս ժամերին նրա համերգն է մարզահամերգային համալիրում։ Համերգից առաջ Մալուֆը Կոմիտասի ինստիտուտ թանգարանում էր։ Վիրտուալ ակնոցով Կոմիտասի տուն է մտնում աշխարհահռչակ շեփորահար կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը։ Այս իրականության մեջ արդեն նա մոտ 2 ժամ պտտվեց Կոմիտասի թանգարան ինստիտուտում, քարացած Կոմիտաս վարդապետին լսեց։ Լիբանանյան ծագումով ֆրանսիացի Մալուֆն իր հայաստանյան մենահամերգից 24 ժամ առաջ եկել էր սեփական աչքերով տեսնելու այն, ինչի մասին հայ ընկերները շատ են պատմել։ Արդեն 20-25 տարի է, որ իմ հայ ընկերներն ինձ պարբերաբար ասում են, պետք է գնաս Կոմիտասի թանգարան։ Et donc je suis allé sur internet et je suis allé chercher des Այդ պատճառով ինտերնետում որոնեցի, YouTube-ով փորձեցի լսել։ Ինձ ասում էին, որ շատ նմանություններ կան այդ երաժշտության ու մերձավոր արևելքի երաժշտության միջև։ Musique venue du Moyen-Orient et donc je suis allé écouter et j'ai beaucoup aimé. Գրեմմի մրցանակի առաջադրված երաժիշտն ասում է Կոմիտասի ժառանգության մեջ հինն ու նորն է իրեն հետաքրքիր ու հասկանալի։ J'ai surtout l'impression Ես այն տպավորությունն ունեմ, որ հասկանում եմ այդ մարդու կարևոր դերը, որ խաղացել է հայ մշակույթի պատմության մեջ։ dans l'histoire de la culture arménienne. Il y a quelque chose qui est à la fois très ancien. Կոմիտասի մեջ մի հինավուրց բան կա, շատ խորն արմատներով, բայց միևնույն ժամանակ նա շատ ժամանակակից է, մոդեռն։ Et en même temps, c'est très moderne.
Իսկ հինն ու նորը համադրելը նաև Մալուֆի շեփորի լեզուն է։ Նա նվագում է քառորդ տոներով, որի ստեղծողն իր հայրը, Նասիմ Մալուֆն է։ Շարունակելով հոր գործն ու շեփորահարների նոր սերնդին սովորեցնելով իր նվագը, Մալուֆն ուզում է իր դարի ականատես երաժիշտը լինել։ Ես կարծում եմ, որ երբ կոմպոզիտոր ես, երբ երաժիշտ ես, դու դարի ականատեսն ես, վկայախոսն ես, քո մեջ դարի պատկերն ես դաջում։ Ես էլ եմ ուզում ամենայն անկեղծությամբ դառնալ իմ դարի վկայախոսը։ Ես դա անում եմ նաև ֆիլմերի համար գրված իմ երաժշտությամբ։ 45-ամյա Մալուֆը Հայաստանում է Ոսկեծիրան միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Երեկոյան նրա համերգն է մարզահամերգայինում։ Իսկ Կոմիտասի թանգարան ինստիտուտ այցն ավարտվեց այսպես. հենց նոր լսած ես սիրեցի նոտաները նվագեց։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք azatutun.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական կենտրոնը եթերում կլինի վաղը ժամը 8-ին, հաջողություն։